Հայաստանի վարած արտաքին քաղաքականության շնորհիվ ստեղծվել է մի վիճակ, որ օրինակ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարող է մեկնել Թուրքիա եւ խոսել Ղարաբաղի մասին։ Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի կարծիքով, ինչ-որ ձևով անհրաժեշտ է հետ պտտել իրավիճակը իշխանությունների լրջագույն թերություններն ուղղելու համար։ Նախկինում չէր փոխկապակցվում հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի կարգավորման խնդիրը։ Այժմ կարծես թե սրանք զուգահեռվել են առնվազն եւ հայաստանյան կողմը չկա։ Տեսեք, Էրդողանը մեկնում է Բաքու, Ալիևի հետ քննարկում Ղարաբաղի հարցը, հետո մեկնում է Մոսկվա, քննարկում այնտեղ իր գոլեգայի հետ։ Մենք փաստորեն Թուրքիայի նախապայմանները բավարարելով առաջ ենք գնում։ Թեև առաջընթաց չկա, բայց տակավին մնում ենք այդ բանակցությունների գործընթացի մեջ Թուրքիայի նախապայմաններով հանդերձ։ Մինչդեռ հայաստանյան իշխանությունները պարբերաբար կրկնում են հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ առանց նախապայմանների։ Իրական պատկերը հակառակն է, ոչ միայն ցեղասպանության խնդիրը, այլև Ղարաբաղյան հարցը Թուրքիան շահարկում է որպես նախապայման սահմանը բացելու հարցում։ Կան բազում նախապայմաններ։ Օրինակ նախապայմաններից մեկն այն էր, որ ապրիլի 24-ից առաջ փաստաթուղթ ընդունվեր, հայտարարություն կատարվեր համատեղ արտգործնախարարությունների Հայաստանի եւ Թուրքիայի ապրիլի 22-ին։ Դա նախապայման էր, թուրքական կողմը դրեց եւ հասավ այդ նախապայմանին։ Թուրքերը շահեցին, այսօր ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը վտանգվել է։ Այսօր մենք չունենք բաց սահման Թուրքիայի հետ, այսօր մենք չունենք դիվանագիտական հարաբերություն։ Այս բոլորը հաշվի առած մենք գտնում ենք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հաստատելը առանց նախապայմանների ճիշտ քաղաքականություն է, ընդունելի քաղաքականություն է, բայց նախապայմաններին կամա սկսել դեղի տալը արդեն մեզ չի բավարարում։ Բոլոր կողմերը գոհ են եւ ինչ-որ բան ստացել են բացի մեզանից։ Բայց դա, գիտեք, ոչ թե թուրքական դիվանագիտության հաղթանակն էր, այլ մեր դիվանագիտության պարտությունը։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, համենայն դեպս ես չեմ տեսնում, որ ինչ-որ բեկումնային իրավիճակ է։ Ուրիշ խնդիր, որ որևէ տեղեկատվություն չի տրամադրվում հասարակությանը։ Հասարակությունը չգիտի, թե ինչ կա, ինչ պրոցեսներ են տեղի ունենում։ Այս պարագայում բնական է այն ընդվզումը, որ առաջացավ Ղարաբաղում։ Առաջին անգամ ղարաբաղյան քաղաքական գործիչները պաշտոնապես իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետության իշխանության վարած քաղաքականության հետ։ Այն թե փորձագետների գնահատականներով Ղարաբաղն այսօր այլընտրանք չունի։ Պարզ ասած, թե իշխանությունը եւ թե ընդդիմությունը Հայ ազգային կոնգրեսի գլխավորությամբ իրավիճակի ելքը չեն առաջարկում։ Երկուսն էլ տրամադրված են փողզիչումների։ Թևանյանի գնահատմամբ դիվանագիտական հարթությունում այսօր արձանագրված պարտությունների հիմքը նախորդներից ստացած ժառանգությունն է։ Այս պարագայում ինչ անի Ղարաբաղը, հարցադրումը պատասխան չունի, պարզ պատճառով։ Հայաստանում գաղափարական վակուում կա, իսկ Ղարաբաղին ուղղակի մնում է առայժմ սպասել եւ համակերպվել։ Սա չի նշանակում սակայն, որ Ստեփանագերդը, պաշտոնական Ստեփանագերդը իր մտահոգությունները պետք չէ բացասայնի։ Անշուշտ որ պետք է բացասայնի եւ հույսով եմ, որ խորհրդարանում իրենց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային ժողովում բարձրացված մտահոգությունները միայն սկիզբն են։ Ղարաբաղը չի կարող միայնակ դուրս գալ եւ ասել, ինչ է, մենք պատկերացնում ենք, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի դեմ դուրս գա, այդպեսի բան չի կարող լինել։ Բայց քանի դեռ այդ կարմիր գիծը չի անցած մեր անվտանգությանը սպառնացող, եթե այդ գիծը անցնի, ես համոզված եմ, որ Ղարաբաղում կլինեն լուրջ ընդվզումներ եւ Հայաստանում կլինեն ուժեր, ովքեր այդ դրոշակը կվերցնեն։ Քաղաքագիտական աքսիոմ է, երբ որ իշխանությունները փորձում են ներքին լեգիտիմության խնդիրը հարթել արտաքին դաշտում, լուրջ հաջողություններ արձանագրել հնարավոր չէ, իսկ զիջումներ կորզելը շատ հեշտ է։ Հայաստանի իշխանությունների համար այսօր առաջնահերթ խնդիրը ներքին ճգնաժամը հաղթահարելն ու համախմբվելն է։ Բանակցային գործընթացում էլ հստակ նախապայմաններ տնելը, կարծիք հայտնեցին զրուցակիցներս։ Այսինչ ժամկետում կոնկրետ չեք բացում սահմանը, չեք գնում կոնկրետ հարաբերությունների, եթե դուք չեք դադարեցնում Ղարաբաղի հարցում միջնորդ դառնալու ձեր ձգտումները, եթե դուք պաշտոնական մակարդակով չեք հայտարարում, որ դուք չեզոք եք Ղարաբաղի հակամարտության պահով, ապա մենք դադարեցնում ենք մեր հարաբերությունը։ Այսինքն մենք հստակ նախապայմաններ պետք է դնենք արդեն։ Այսինքն այնպես չլինի, որ ասեն, որ գիտեք ինչ, դարածք տվեք, երկաթգիծ կբացենք։ Դա երեխայի դեղ տնել է մեզ։ Մենք էլ պետք չի ընդունենք, դա որովհետև երկաթգիծը վաղ էլի կփակեն, իսկ այդ դարածքը վերցնելու համար էլի պետք է որ գրիվ տանք։ Արմենի Վարդանյան, Համբարձում Պապոյան, Կալանյուս, Երևան։